Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը եւ աջակցության ծրագրեր ենք իրականացնում տարբեր ուղղություններով։ Մեր ուշադրության կենտրոնում մի քանի ուղղություններ են։ Առաջինը կայուն տնտեսական զարգացումն է, որի շրջանակում շեշտադրում ենք փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը վերաբերող հարցերը։ Երկրորդ հիմնական ուղղությունը կլիմայի փոփոխություններն են, դրա հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Երրորդ ուղղությունը տեղական կառավարման համակարգի հզորացումն է։ Այսօր մենք Սյունիքում ենք, որտեղ կարող եք տեսնել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում Սյունիքում 1 միլիոն եվրոյի աջակցություն ենք տրամադրել։ Աշխատում ենք համայնքների հետ, օժանդակում ենք նրանց իսկ կողմից մշակված ծրագրերին, ապահովելով հենց տվյալ համայնքի բնակչության ներգրավվածությունը։ Սիսիան համայնքի Բալակ գյուղն այդ օրինակներից մեկն է, որտեղ արոտավայրերի կայուն կառավարման ապահովմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Չափազանց կարևոր է կառավարության ու միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով իրականացվող աշխատանքը ուղղված պարենային անվտանգությանը, որակյալ անասնակերի արտադրությանը, բարձր որակի սննդի ապահովմանը։ Շնորհավորում ենք Բալակ գյուղի համայնքի անդամներին, որ այս լուրջ նախաձեռնությունն են իրականացրել։ Այն ոչ միայն օգուտ կբերի, այլ կարող է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ այլ նախաձեռնությունների համար։ Աջակցությունը մեզ բավական մեծ օգուտներ է բերել, որովհետև մենք նախ մեծացրել ենք մեր կողմից արտադրվող կերերի քանակությունը, այսինքն այն բազան, որ մենք ունեինք, դա գրեթե կրկնապատկվել է։ Բացի դրանից ստեղծել ենք սերմաբուծական փոքր տնտեսություն, որը հնարավորություն է ստեղծել մեզ տեղական սորտերի հիման վրա այնպիսի մի իրավիճակում ենք մենք գտնում, որտեղ մի քանի տարի երաշտ է, այդ երաշտի պայմաններում կան սերմեր, որոնք ասենք բան չեն տալիս մեզ, նորմալ բերքատվություն չեն ապահովում, իսկ տեղական սորտերը կլիմայավարժեցնելով մենք փորձում ենք խուսափել այդ վտանգներից, արտաքին վտանգներից, որը ասենք այդ գլոբալ տաքացման հետևանքով երաշտն է բերում մեր գլխին։